Հրապարակ թերթը գրում է. Ինչպես տեսանք կիրակի օրը ԿՊ Երևանյան քարոզարշավի ընթացքում խայտառակ պատկեր գրանցվեց, երբ ամենուր մերժում ու բոյկոտում էին Փաշինյանին։ Քարոզարշավը փրկելու համար մեր տեղեկություններով Շենգավիթ վարչական շրջանում ԿՊ-ականները արագ ինքնակազմակերպել են եւ օրվա ընթացքում նիկոլական տատիկներ են դուրս բերել փողոց, որ Փաշինյանին մի երկու գովեստի խոսքեր ասեն։ Շենգավիթի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ охրանիկներն արագ ընթաց մեքենաներով տատիկների էին բերում Փաշինյանի հետ հանդիպման վայր, ոմանց թևանցուկ ուղեկցելով։ Ժողովուրդ թերթը գրում է. մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք աշխատում են շինարարական ընկերություններում, Արմրուրեհեմին հայտնել են, որ խաբեության զոհ են դարձել։ Շինարարներից մեկը Լյովա Հովհաննիսյանը Արմրուրեհեմի հետ զրույցում հայտնել է, որ այդ շինարարական կազմակերպությունները գլխավորում է գործարար Նարեկ Նալբանդյանը, Լյովա Հովհաննիսյանը գլխավոր ինժեներն է, որը շինարարների հետ հավասար աշխատանք է կատարել։ Նա տեղեկացնում է, որ ամիսներ շարունակ ավելի քան 90 շինարարներ աշխատել են 3 տարբեր ընկերություններում, սակայն նրանց հրաժարվել են վճարել։ Փաստ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ավտոբուսում տեսանկար է անում եւ ի ցույց է դնում ուտելու տեսարաններ, ընդ որում հասկանալի է հատկապես ավտոբուսի կադրերը խիստ ցուցադրական են այցերի ժամանակ, ռեստորանային ճոխ գերուխումները ի ցույց չեն դրվում։ Ինչի մասին է խոսում սա, քաղաքագետներն ու հոգեբանները մեծ զրույցում նշել են, որ արկա է մի քանի հանգամանք։ Եվ ի դեպ սոցցանցերի շատ օգտատերեր հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին, թե նա երբ է կամերայի առջև ժենգյալով հաց ուտելու։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ ընտրություններին ընդառաջ նախընտրական շտաբերի բացման մարաթոն է հայտարարելու հանրապետությունով մեկ գրասենյակներ է վարձակալում։ Մեզ ասած տեղեկատվությամբ պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց վերարտադրությունը ապահովեն։ Դիցուք Երևանի կենտրոնում Աշտոսի պողոտային հարակից հատվածում շենքերի բակերից մեկում վերջերս շտաբ է բացվել, որի ղեկավարը ըստ մեր տեղեկությունների քաղաքապետարանի մի աշխատակից է, ակտիվ ԿՊ-ական, որը իր շրջապատում գլուխ է գովել, թե մինչև ընտրությունները ամսական 10 միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանալու, բայց դրա դիմաց խոստացել է որոշակի թվով ձայներ բերել, ինչը Երևանի կենտրոնի այս բարդ հատվածում բավականին խրթին հարց է եւ քանզի ԿՊ-ն այստեղ ձայներ չունի եւ ամենագիտակից քաղաքացիները բնակվում են հենց կենտրոնում։ Հրապարակ թերթը գրում է. նախընտրական աժոտաժը չի շրջանցել նաև Լուսավոր Հայաստան կուսակցությանը, մեր տեղեկություններով Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ապրիլի 11-ին է արտահերթ համագումարի, որը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում ժամը 12-ին։ Օրակարգում ներառված է երկու հիմնական հարց, նախատեսվում է հաստատել ԱԺ 2026 թվականին ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, ցուցակում տեղ գտնեն ինչպես ԼՀԿ անդամներ, այնպես էլ հանրային տարբեր ոլորտներում աշխատող անկուսակցականներ, որոնց տևական ժամանակ հրավիրում են ընտրացուցակում գրանցվելու համար ներկայացվելու։ Բնականաբար ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, Դավիթ Խաչակյանը կլինի երկրորդը, իսկ առաջին կնոջ հարցում դեռ վերջնական որոշում չկա։ Ամենայն հավանականությամբ նա կլինի ՀԿ սեկտորից։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։